Հրայր Թովմասյանն այլևս սահմանադրական դատարանի դատավոր չէ։ Նրա լիազորությունները փետրվարի 13-ին դադարել են։ Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Հանրապետության նախագահը պետք է մեկամսյա ժամկետում դատավորի նոր թեկնածու առաջադրի։ Սահմանադրական դատարանից արդեն իսկ դիմել են նախագահին ու տեղեկացրել, որ հաստիքը թափուր է։ Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց։ Ըստ գործի նյութերի նա արդարադատության նախարար եղած ժամանակ ստիպել է նոտարներին իրեն պատկանող Բաղրամյան 1 հասցեում գործող նոտարական տարածքի տարածքները վարձակալել շուկայականից թանկ գնով։ Թովմասյանը պնդում էր այս գործընթացի նպատակն իր լիազորությունները որպես սահմանադրական դատարանի նախագահ դադարեցնելն է։ Ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ XYZ քայլերը չանելու համար ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի, ուստի այդ ամբողջի մասին խոսել ուղղակի դրա մասին մի օր կխոսեմ էլի այդ ամբողջի մասին։ XYZ քայլերը հրաժարական տալն էր։ Նախքան Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը ներկա իշխանությունների օրոք սահմանադրական դատարանի դատավոր դարձած Վահե Գրիգորյանը հայտարարել էր, թե սահմանադրական դատարանում ճգնաժամ է։ ՍԴ անդամի եւ ՍԴ դատավորի կարգավիճակները նույնական չեն։ Նրանց տարբերությունը պայմանավորված է թե թեկնածուների նշանակման եւ ընտրությունների չափանիշների ու կարգի, թե նրանց պաշտոնավարման ժամկետների եւ թե պաշտպանվածության ծավալի տարբերությամբ։ Վահե Գրիգորյանը հարց էր բարձրացրել նաև 2018-ից առաջ դատավոր դարձած անձանց լեգիտիմ մարմնի կողմից ընտրված լինել-չլինելու մասին։ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ ԱԱԾ-ին կանչել նրա դուստրերին, խուզարկել հոր բնակարանը։ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գործընթացներից անմասն չէր մնացել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անառարկելի փաստ գոյություն ունի, որ սահմանադրական դատարանի նախագահի ընտրություն ազգային ժողովում տեղի ունեցել կեղծիքով։ Անառարկելի փաստը, սակայն վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով 1 տարի առաջ առարկելի է դարձել։ Թովմասյանի ՍԴ դատավոր, ապա դատարանի նախագահ ընտրվելու առթիվ քրեական հետապնդում էր սկսվել ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանի եւ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի նկատմամբ, սակայն նրանք արդարացվել են։ 1 տարի առաջ նրանց արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Ինչ վերաբերում է Թովմասյանի սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելուն, նա այդպես էլ հրաժարական չտվեց։ Գործադիրը մշակեց օրենսդրական փոփոխություն, որն առանց սահմանադրական դատարանի ընթացակարգերով անցնելու մտավ ուժի մեջ ու դադարեցին Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ։ Թովմասյանը վերջին տարիներին շարունակում էր պաշտոնավարել որպես սահմանադրական դատարանի դատավոր։ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը դատարանում տևեց մի քանի տարի։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը 2024-ի սեպտեմբերի դատավճռով Թովմասյանին մեղավոր ճանաչեց, բայց պատիժ չնշանակեց, քանի որ անցել էր նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Կարճ ժամանակ անց Տաթևիկ Գրիգորյանը ընտրվեց Վերաքննիչ դատարանի դատավոր։ Թովմասյանի վերաբերյալ դատական ակտը փաստորեն վճռաբեկ դատարանի փետրվարի 12-ի որոշմամբ մնացել է անփոփոխ, այսինքն օրինական ուժի մեջ է մտել Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Իսկ սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ըստ սահմանադրական դատարանի մասին օրենքի դադարում են, երբ նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտնում է ուժի մեջ։